Հայաստանը ճակատագրական շրջադարձի առջև է կանգնած եւ մենք պետք է առաջիկայում ընտրենք որ էներգետիկ համակարգի մաս ենք կազմում, ինչքանով է դիվերսիֆիկացվում մեր էներգետիկան եւ որքանով ենք ռուսական էներգետիկ ազդեցությունը փոխարինում թուրքական էներգետիկ ազդեցությամբ։ Ասեմ, որ Հայաստանի էներգետիկ ռեսուրսների 76%-ը ռուսական ազդեցության տակ է։ Բայց այն դիվերսիֆիկացիան, որը մեզ ներկայացվում է, որ իբր այս իշխանությունները կատարում են, այդ բանը ոչ թե դիվերսիֆիկացնում է, փոփոխություն, այլ ամբողջապես մտնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգի մեջ։ Եվ մեծ բլեֆի առջև ենք մենք կանգնած։ Մեր գազի, նավթի մատակարարումները, որը իբր պետք է արվի Ադրբեջանից, դրա մեծ մասը բլեֆ է, որովհետև այսօր Ադրբեջանը եվրոպական 11-12 երկրների գազ եւ նավթ մատակարարում է հիմնականում կամ նաեւ ռուսական ռեսուրսներից, այսինքն ռուսները, որպեսզի եվրոպական սանկցիաներից խուսափեն, Ադրբեջանին մատակարարում են գազ, նավթ, Ադրբեջանը այդ նավթը գազը մատակարարում է որպես իր սեփական գազն ու նավթը եվրոպական կառույցներից։ Նույնպես մեզ տրվող գազը, նավթը, ձեզ տեղեկացնում եմ, որ Ադրբեջանը նավթի վերամշակման բարձր որակի վերամշակման համակարգ չունի։ Դրանք ստանում են Ռուսաստանից, այսինքն մեր այն նավթ ու բենզինը, որ մենք ստանում ենք Ադրբեջանից, սիմվոլիկ, դա ռուսական են, ռուսական մշակ, այսինքն բլեֆ է տեղի ունենալու, որ մենք իբր մտնելու ենք այդ բանի տակ ադրբեջանական, բայց իրականում ստանալու ենք ռուսական գազ, նավթ Ադրբեջանի միջոցով։ Նույնը հացն է, նույնը մնացածները։ Հիմա Թուրքիայի հետ կապված։ Թուրքիան անցյալ տարի 34 կազմակերպությունով միջազգային կազմակերպություններին դիմեց, որ մեր ատոմականը վնասում է Թուրքիայի բնակչության առողջությանը, քաղցկեղածին երևույթներին հայտնաբերվել, մագատեին էին դիմել, մագատեն մերժեց, բայց խնդիրը հետևյալն է՝ փակել հայկական ատոմականը, որին համաձայնվել է այսօրվա մեր իշխանությունները, ստեղծել ամերիկյան կամ այլ երկրների, որոնք ստեղծված չեն, չկան, գոյություն չունեն, մոդուլային ատոմականներ, արդյունքում մենք չենք ունենում ատոմային կայան, էլեկտրոկայան, Թուրքիան ստեղծում է իր ատոմային կայանը ռուսական տեխնոլոգիայով, ռուսական աջակցությամբ, բավականին հզոր, եւ մենք, որ հիմա արտահանող երկիր ենք, դառնալու ենք ներմուծող երկիր։ Ընդ որում, մենք Թուրքիային հոսանք ենք ծախում տարիներ շարունակ քիչ, բայց հետագայում, եթե անկարծ իրականանա Նիկոլիես ծրագիրը, մենք ներմուծող ենք դառնալու էներգետիկ առումներով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։